Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններին մասնակցող Իմ հզոր համայն կուսակցությունը գյումրեցիներին է ներկայանում «Ես քո Գյումրին եմ» կարգախոսով։ Կուսակցության ընտրացուցակը գլխավորում է պրոդյուսեր, ռեժիսոր, Իմ հզոր համայն կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը։ Գյումրեցիների հետ հանդիպմանը ընդդիմադիր թեկնածուն ներկայացրեց քաղաքի զարգացման իրենց ծրագիրը։ Մինչև երկրաշարժի 40-րդ տարելիցը Գյումրիում տնակներում ապրող մարդ չպետք է լինի։ Ու մենք չենք փորձելու տարանջատել, այ դու ստացել ես, վաճառել ես։ Տեսեք, մարդը կարող է կարեկից դրդված կյանքի այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ ամուսնու կամ կնոջ կյանքը փրկելու համար պետք է եղել տվյալ բնակարանը վաճառել, բայց ինքը արդեն 20-25 տարի այդ տնակում է ապրում։ Լավ, մենք որպես համայնք սոցիալական պատասխանատվություն կրում ենք այդ մարդու հանդեպ, թե չէ։ Թեկնածուն սոցիալական առանձին բաղադրիչով անդրադարձավ գյումրեցիներին հուզող ամենակենսական հարցերից մեկին՝ աշխատատեղերի խնդրին։ Ես օրինակ պատկերացնում եմ մեր արդյունաբերական նախկին հզորությունների վերականգնումը հետևյալ հաջորդականությամբ։ Նախ Գյումրին պետք է ունենա համայնքապետ, որը բանակցություններ վարելու, թիրախային գոտիները ճիշտ տեղորոշելու և Գյումրիի արտադրանքի համար սպառման նոր շուկաներ գտնելու ունակություն ունենա։ Աշխատել տնտեսական դաշնակիցների հետ, վերականգնել կտրված պորտալարը Սփյուռքի հետ, ապահովել ներդրումային պայմաններ, քաղաքի համաչափ զարգացում, խթանել զբոսաշրջությունը։ Մենք մեր թիմով մշակել ենք մեծ իրադարձային փաթեթ։ 12 իրադարձություններով, որոնք 12 ամիսների ընթացքում Գյումրի զբոսաշրջիկների մեծ հոսք են ապահովելու, օգտագործելով մեր մարքեթինգային ունակությունները, օգտագործելով մեր մեդիա հնարավորությունները և իհարկե մեր գործում շատ համոզիչ լինելով։ Իմ հզոր համայն կուսակցության կարևոր ուղղություններից են կրթությունը և սպորտը, որովհետև տաղանդավոր գյումրեցի չպետք է ֆինանսների պատճառով մնա ճիրացված։ Բոլոր երեխաները, որոնք ցանկություն ունեն, պետք է հաճախեն արվեստի երաժշտական դպրոցներ ու մարզադպրոցներ բացառապես անվճար, իսկ այդ դպրոցները պետք է հագեցած լինեն անհրաժեշտ գույքով ու կահավորանքով, ինչպես նաև արժանապատիվ վարձատրություն ստացող մանկավարժական կոլեկտիվներով, հրապարակված է քաղաքական ուժի նախընտրական ծրագրում։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, լուրեր։